Հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին սահմանված կարգի համաձայն հետևելու իրավունք ունեին նաև դիտորդական առաքելությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները։ Քվեարկության օրվա ընթացքին հետևած դիտորդները հունիսի 8-ին հանդես եկան ասուլիսով, առանձնացնելով իրենց դիտարկումները, գնահատականներն ու արձանագրված փաստերը։ Նրանց խոսքով ընտրությունները եղել են մրցակցային, բայց մյուս կողմից էլ գործընթացն ուղեկցվել է մասշտաբային խնդիրներով, այդ թվում ընտրակաշառքի բաժանմամբ, վարչական ճնշման տարրերով և բազմաթիվ ընթացակարգային խախտումներով։ Առաջինը կլիներ կահավորման ու կազմակերպման թերությունները, որոնք նկատվում էին բոլոր ընտրատեղամասերում, որտեղ մենք իրականացրել ենք առաքելությունը, քանի որ իրենք համատարած էին։ Մեր դիտարկված բոլոր տեղամասերում կար մատչելիության խնդիր հաշմանդամություն ունեցող անձանց համար։ 27-ից 20-ում կար խնդիր ընտրողների ցուցակների հասանելիության համար և որը չէր շտկվում։ Եղել են ընտրատեղամասեր, որտեղ չեն պահպանվել քարոզչանյութերի բացառման սկզբունքները, սակայն ցանկանում եմ նշել, որ դիտորդների արձանագրումներից հետո օպերատիվ կերպով տվյալ ընտրատեղամասերում փակվել են քարոզչանյութերը։ Եղել է, որ չօգտագործված քվեաթերթիկները քաղաքացիները դուրս են հանել իրենց այդ ընտրատեղամասերից և այնուհետև մեր դիտորդները գտել են մոտակայքում, ինչի մասին ևս կազմվել է արձանագրություն։ Քվեաթերթիկների անհավասար բաշխում կամ քանակի ոչ պատշաճ կառավարում, օրինակ պահարանից դուրս դասավորված լինելը։ Քվեաթերթիկի տրամադրման գործընթացին մեկից ավելի հանձնաժողովի անդամների մասնակցություն, ինչպես նաև քվեարկության գաղտնիության ապահովման խախտման դեպքեր, բոլորի մասին ըստ կարգի հաղորդվել է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Քվեարկության օրը աշխատել ենք շուրջ 700 դիտորդների կազմով, որոնք 300 շրջիկ խմբերով և 35 արագարձագանքման խմբերով գործել են հանրապետության ողջ տարածքում։ Մեր այցելած տեղամասերից 844 տեղամասում եղել են որոշակի խնդիրներ, մասնավորապես ընթացակարգային խախտման 156 դեպք է եղել, ուրեմն վերահսկման ուղղված գործողություն, որը քվեարկության գաղտնիությանը չի հանգեցրել 121 դեպք, բայց այդ 121-ի 1/3-ն է, որ դրսևորվել է անմիջականորեն ընտրողների վրա ինչ-որ ներգործությամբ։ Դիտորդական առաքելությունների ուշադրության կենտրոնում էր նաև նախընտրական 3 ամիսների ընթացքում քաղաքական ուժերի անցուդարձը, այդ թվում շուրջ 550 հանրահավաք։ Մենք քվեարկության օրը, այսինքն 3, ներգրավել ենք 648 դիտորդ, որոնք վերահսկել են ընտրությունները Հայաստանի ողջ տարածքում, նրանցից 520-ը տեղակայված են եղել ամբողջ օրը 260 տեղամասերում, որը կազմում է ընդհանուր տեղամասերի մոտ 13%-ը, և մեր դիտարկումն իրականացվել է պատահական ընտրանքի վրա հիմնված մեթոդաբանությամբ, որ հնարավորություն է տալիս վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով չափել քվեարկության օրվա գործընթացների որակը։ Թեև դիտարկումը իրականացվել է տեղամասերից ընդամենը 13%-ում, ընտրանքի վրա հիմնված մեթոդը թույլ է տալիս պատկերացում կազմել ընտրական գործընթացի մասին համապետական մակարդակով։ 2026 թվականի հունիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին հետևել են 13 տեղական և 8 միջազգային դիտորդական կազմակերպություններ։ Վերջիններիս ներկայությունը նպաստում է ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, առաջացած խնդիրների և խախտումների անկողմնակալ բացահայտմանը։ Անի Գրիգորյան, Սյունիք լուրեր։